Մասյացոտնի թեմի տարբեր եկեղեցիներում երեքշաբթի և հինգշաբթի օրերին թեմակալ առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ երեկոյան ժամերին մատուցվող Սուրբ և անմահ պատարագը հավատքի, շենության և միասնականության համար է։ Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում պատարագ էր մատուցում հոգևոր հովիվ Տեր Եզնիկ քահանա Մարտիրյանը։ Քահանան խորանի առջև կանգնած խոստովանում է Աստծո Սուրբ Աստվածածնի և բոլոր սրբերի առաջ իր գործած բոլոր մեղքերն այս խոսքերով. «Որովհետև մեղանչեցի խորհրդով, խոսքով ու գործով և այն բոլոր մեղքերով, որոնք մարդիկ գործում են, որոնց համար մեղա եմ ասում և աղաչում եմ ձեզ բոլորիդ ինձ համար Աստծուց թողություն խնդրեցեք»։ Թողություն ստանալով ողջ պատարագի ընթացքում օրհնում, աղոթում և ապաշխարություն է խնդրում ամենքի համար։ Տեր հայրն անթաքույց ուրախությամբ է խոսում Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու շուրջ ձևավորված կուռ համայնքի մասին։ Եկեղեցին մարդաշատ է կիրակնօրյա պատարագներին, օրվա բոլոր ժամերին և շաբաթամիջյան այս պատարագին նույնպես։ Մասյացոտնի թեմի 7 եկեղեցիներում մեր քահանա-հայրերը զուգահեռաբար երեքշաբթի և հինգշաբթի օրերին ըստ իրենց հարմարության և ծառայության գրաֆիկի մատուցում են սուրբ պատարագներ երեկոյան ժամերի, երբ աշխատանքային ժամն ավարտվում է։ Սկզբից, երբ այս միտքը մտահաղացումը կար և քննարկում էինք սրբազան հոր հետ, մտավախություն ունենք, որ երեկոյան ժամին համայնքը, ժողովուրդը քիչ թե շատ հոգնած կլինի և սակավամարտ կլինի եկեղեցին, բայց բոլոր մեր հոգևոր հայրերը, ովքեր որ մատուցել են սուրբ պատարագ, վկայում են, որ կիրակնօրյա պատարագների պես լեփ-լեցուն է եկեղեցին և հավատացյալների համար նշանակություն չունի երեկոյան ժամի է, ուշ ժամի է, հոգնածություն ունեն թե ոչ, և սուրբ պատարագների մատուցման օրը շաբաթամիջյան մեզ չի խանգարում ամբողջապես եկեղեցու օրվա ծիսակարգը տնօրինելու, պարբերաբար առավոտյան և երեկոյան կատարում ենք ժամերգություններ, հինգշաբթի օրերը այստեղ նաև սուրբ պատարագ, հաջորդ օրը նորից սովորականի պես անցնում ենք մեր ծառայությանը և ինքը մեզ վրա ծանրաբեռնվածություն չի առաջացնում, այլ ընդհակառակը հոգով զորացած, Քրիստոսի կենարար մարմինն ու արյունը ճաշակած, նորովի ենք մեր ուխտը վերաթարմացրած, մեր հավատը շինած և վերաթարմացրած անցնում մեր հոգևոր համայնական ծառայությանը։ Այնպիսի աղոթարար վիճակ է, խաղաղ, շատ ավելի տարբերվող է։ Ճիշտ է, կիրակի օրերի պատարագներն էլ են շատ փառահեղ անցնում, բայց այս երեկոյան պատարագները, ես կասեի, ճրագալույցի պատարագներից չեն տարբերվում։ Շատ ոգևորությամբ եւս մեկ առիթ է մեկտեղվելու, աղոթելու, մեր աղոթքը վերառաքելու Աստծուն, մեր միաբանության, մեր ազգի փրկության, մեր բոլորի սրտերը մեկտեղելու համար։ Երկրին խաղաղություն եղի, սեր միաբանություն ելի։ Ինչքան որ կարում եմ ես աղոթեմ, թող այդ աղոթքը ելնի երկինք, փառավորվի իմ ժողովուրդը։ Ամեն ոք, ով թողել է իր տունը կամ եղբայրներին, կամ քույրերին, կամ հորը կամ մորը, կամ կնոջը կամ որդիներին, կամ ագարակները իմ անվան համար, հարյուրապատիկ կստանա և հավիտենական կյանքը կժառանգի։ Իր քարոզում Տեր հայրն անդրադարձավ ավետարանական այն հատվածին, երբ Քրիստոս հորդորում է հավիտենական կյանքը ժառանգելու համար հետևել իրեն թողնելով ամեն բան, ինչ աշխարհիկ է։ Ո՞րն է մեր ունեցվածքը, ո՞րն է մեր ագարակը, ասում է քարոզիչը։ Եվ պատասխանում. դա մեր միտքն է, մեր մարդկային գործերը և մեր էությունն ու վարքը, որոնք ամբողջությամբ պետք է նվիրված լինեն Տիրոջը։ Լիաննա Չիչակյան, Վարդգես Մանուկյան, Եկեղեցական կյանք։